Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինաշխատանքները անկախ եղանակային պայմաններից չեն դադարում։ Ձյունառատ հատիսի գագաթ տանող ճանապարհն այս օրերին հնարավոր է հաղթահարել ու վայելել ճերմակ հրաշքով տեսարանը։ Շինհրապարակում Գագիկ Ծառուկյանի հերթական շրջայցին այս անգամ ևս միացել են հայտնի հյուրեր։ Գագիկ Ծառուկյանը պատմում է իր ընտանիքի նախաձեռնության մասին, մանրամասներ նախագծից, թե ինչ հոյակերտ կառույց է վեր առնելու հատիսի գագաթին։ Ձմեռնել են աշխատում, որ հասցնենք, բոլորս են ձևավորված, ամբողջ զորներով լինի, աշտաններով, ինտրակներով լինելու, սրպապատկերներով, բոլոր ապատաններ ապատյանենելու, որ ամբողջ Երևանը ետև։ Սիրում տեսարան։ Երկարությունը սեն դեպքերնից 50 մետր։ Համալիրի մի հատվածում ներկայացվելու է քրիստոնեության ընդունման ամբողջ պատմությունը։ Այդպիսով քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած երկիրն իր բազմադարյա վավերագրությունը դարձնելու է բրենդ ու մատուցելու է աշխարհին այնպես, որ Հայաստան անունն ավելի բարձր հնչի աշխարհում։ Շինության ճարտարապետությունը գծագրվել է ներառելով հայկական զարդանախշեր ու խաչքարեր։ Հիմա այն կողքը 50 մետր երկարությամբ գնում, ամբեր նորից դրի խաչքարներ է լինելու իրականություն այդ կամարների մեջ։ Ամեն խաչքարը 3 մետր է լինելու, որ ոչ թե միայն խոսքը լինել գործը։ 50 մետր երկարությամբ, հենա որ զգանգուս կողովա, այսպես կամարները 9 հատ, որ այս խաչքարներից ենք դնելու։ Գոհար Ավետիսյանն այս հրաշքի մասին պատմելու է իր միլիոնավոր հետևորդներին։ Այս նախաձեռնության իրագործմանը հետևում էի համացանցով։ Շատ հայտնի մարդիկ են եղել այստեղ եւ Փրկչի արձանի մոտ։ Մասշտաբները տպավորիչ են։ Այստեղից մեր հիասքանչ Հայաստանը կարծես ափիթ մեջ է։ Կարծում եմ Հիսուս Քրիստոսի արձանը կհամախմբի աշխարհի բոլոր քրիստոնյաներին։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ։ Հայտնի երգիչ Սարոթ Հովմասյանը օդանավակայանից հասել է Հատիս։ Նախագծին իհարկե ծանոթ էր, սակայն այնինչ տեսնում է Հատիսում զարմացրել է նրան։ Անկեղծ ասած ապշած եմ, ես այսպիսի մասշտաբ չէի պատկերացնում, ահռելի մեծ աշխատանք է տարված եւ տարվում։ Ամենակարևորը այդ էներգետիկան զգացի։ Այստեղ ես վստահ եմ հազարավոր միլիոնավոր մարդիկ են գալու, հիացած եմ ուղղակի։ Բարձրացրել ենք այստեղ, ով այն ինչ որ տեսնում եմ, երևի sense բան երևի չենք կարող պատկերացնենք, որովհետև ինքը շատ մեծ մասշտաբի պրոյեկտ է։ Առաջի քրիստոնյանաց սկսած մեծ պրոյեկտ հաստատ պետք էր ու շատ ողջորված ենք այս ամենից։ Հատիսն աշխարհագրական կենտրոնն է հայոց քաղաքակրթության 3 մեծագույն խորհրդանիշների՝ Արարատի, Արագածի եւ Սևանի։ Մասիսը ոտերի տակ, այն դրա ամպերի տակ չի երևում։ Սևանը հետևն է, Արագածը այնա, կիսա տերևն։ Իրանց առաջ խաչն լինելու ամբողջ պատերի վրա պատմությունն է լինելու։ Իսկ սրա վրա լը պետք է վարսանը հիմա ստեյց փակելու ենք 7 մետր, 18 մետր, հետո 33 մետր, որ մտնում ես բոլորը սրբապատկերն այս պատերի վրա լրի սրբապատկեր է լինելու։ Ճոպանուղին արդեն պատրաստ է, գարնան արդեն կշահագործեն ճոպանուղին, սա թանգարանա լինելու, մարդիկ գալոք իրենց աղոթքով, իրենց հավատքով, իրենց սպասելիքով, հույսի, հավատի իրականացման տեղը լինել, Աստծո կամոք։ Սա պետք է մեր ազգին տա հաշտության, համերաշխության ու երաշխիք,
Մարդկանց մոտ պետք է նախանձն ու չարությունը վերանա։ Մարդիկ պետք է կամեցող լինեն, բարի լինեն, քարը քարին դնեն, ինչ որ կարան անեն, ոչ թե բամբասեն, ցեղ շպրտեն։ Այդպեսով երկիր չի կառուցվի։ Հայրենիքը դա բաժակաճառ չի, որ բաժակաճառ կենացնել խմում, այլ հայրենիքի համար մարդիկ հարկավոր է ինչ որ կարող են անել, մասնակից լինել։ Այդ դեպքում Աստված վերևից նայում է, մարդուն տալիս այն, ինչի որ ինքը արժանա։ Հատիսից հյուրերը շարժվում են այն արվեստանոց, որտեղ Արմեն Սամվելյանը կերտել է Փրկչի արձանը։ Չեմ կարող խոսամ, անբացատրելի զգացողություն է։ Անհավատալու բանալու։ Бываешь за границей, спрашивают, where you're from, я говорю, Armenia. Երբ շրջագայում եմ, հարցնում են, որտեղից ես, ասում եմ Հայաստանից, հետաքրքրվում են դա որտեղ է։ Հիմա արդեն կարող եմ պատասխանել, այնտեղից, որտեղ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանն է։ Ձեռքերը, դեմքը անհավանական էներգետիկա ունեն։ Զարմանում եմ, ինչպես է հնարավոր դարձել նման արձան կերտել։ Այս նախագիծն արդեն իր շուրջն է համախմբել 100 հազարավոր մարդկանց Հայաստանից ու Սփյուռքից, դառնալով ազգային նոր կոնսոլիդացիայի կենտրոն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։